Ասեցիք Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ այստեղ երկրորդ իմաստ փնտրել հնարավոր չի, մարդը շատ ուղիղ ասում են, որ իրենց գլխավոր նպատակը սահմանադրական մեծամասնություն ստանալն է, այսինքն 2/3 մանդատների 2/3-ը պիտի քաղաքացիական պայմանագրին լինեն։ Հիմա սրանք չեն ստացել սահմանադրական մեծամասնություն, ավելի շուտ ոչ միայն չեն ստացել սահմանադրական մեծամասնություն, այլև իրենց իսկ հրապարակած թվերով քվեարկածների 50%-ից պակասն է քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ինչու է սա կարևոր, հարգելի հայրենակիցներ։ Էլի կրկնվեմ, մի կողմ ենք թողում այն հանգամանքը, որ մենք ունենք աբսուրդային սահմանադրական կարգավորումներ, մենք ունենք աբսուրդային ընտրական օրենսգիրք, ընտրական օրենսգրքով սահմանված կարգավորումներ, որը թույլ է տալիս անգամ 40% ունեցող ուժին իշխանություն վերցնել։ Սա ընդ որում բացառիկ փորձառություն է, աշխարհի որևէ երկրում չկա նման օրինակ, ես փնտրեցի Սան Մարինոյում եւ Հունաստանում կարճ ժամանակ եղել է նման փորձառություն, բայց հրաժարվել են դրանից։ Եվ ընդ որում նման կարգավորում լինելու պարագայում էլ անգամ այդ ուժերը փորձել են կոալիցիաներ կազմել, որովհետեւ հանրության փոքրամասնության աջակցություն ունենալով դժվար է կառավարություն պահել, գրեթե անհնարին եւ անընդհատ ճգնաժամացին իրավիճակ է լինելու։ Միայն Հայաստանում կա նման կարգավորում, որ դիցուք 40% վերցրած ուժը կարող է կառավարություն վերցնել։